Սիրելիներ, պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը ու միացեք ինձ։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստել եմ կապուչինո, ամերիկանո, միգուցե խմեմ երկուսն էլ, ես սուրճ շատ եմ սիրում խմել եւ մանավանդ սուրճ եղանակին թեյ հաճախ չեմ օգտագործում, ավելի շատ սուրճ եմ օգտագործում։ Մի խոսքով դրեք ձեր սուրճի տարբերակը ու միացեք ինձ։ Ես ձեզ ցույց կտամ վերջերս կատարած իմ գնումները։ Շատ հետաքրքիր վլոգ է լինելու։ Նստեք հարմարավետ ձեր մեկ գավաթ սուրճի հետ միասին։ Ահա իմ խմորեղենի մինի վերսիան, հատապտղային եւ քիչ խմորով, կալորիականությունը քիչ է, բայց հատապտուղները շատ են։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Գնումներ, նվերներ, գնումներ։ Ահա այսպիսի սեղան է այստեղ, սիրելիներ։ Հիմա միասին կնայենք իմ կատարած գնումները, որոնք հանդիսանում են նաեւ նվերներ, ինչու ոչ։ Բայց մինչ այդ եկեք հիանանք իմ գեղեցիկ աշնանային փնջով, շատ անուշ հոտ է հիմա սենյակում տիրում, կրահեք, որ ծաղիկի հոտն է դա, հիմա ցույց տամ, մոտիկից տեսեք։ Ահա այս գեղեցկությունը, Լիլիան, իր ողջ հմայքով եւ անուշ բույրով լցրել է իմ միջավայրը, սիրելիներ, շատ եմ սիրում Լիլիա ծաղիկը, հենց հոտի հետ կապված, ունեմ լավ հիշողություններ ուսանողական տարիներին, երբ մեր կուրսի տղաները, կուրսի աղջիկներին նվիրում էին ծաղիկներ, իսկ ինձ Լիլիա երևի թե գիտեին իմ առանձնահատուկ սերը Լիլիայի նկատմամբ եւ հետագայում ես սկսեցի տաննել աճացնել Լիլիա, որպեսզի վայելեմ այս անուշ հոտը այս ծաղիկի։ Իհարկե տեսակները տարբեր են լինում։ Հիանանք նաեւ այս գեղեցկուհիներով, կրակագույն գեղբեղաներով։ Ահա այսպիսի գեղեցիկ ունջ։ Թարմ ծաղիկներ շատ եմ սիրում, երբ տանը առկա են լինում, բայց տխրում եմ, երբ սկսում են թառամել։ Դրա համար երբեմն ստիպված գնում եմ ալտերնատիվ տարբերակ, արհեստական ծաղիկներ։ Օրինակ սրանք։ Եթե նկատեցիք, այստեղ էլ կա այս տերևը էվկալիպտի եւ իմ բնական փնջի մեջ էլ կա էվկալիպտի տերևներ։ Էվկալիպտը նույնպես ունի անուշ հոտ։ Դե ինչ, անցնենք գնումներին, ես հիմա արագ ցույց կտամ ինչ կա սեղանին։ Հագուստ, կոշիկներ, զարդեր եւ խնամքի կոսմետիկ միջոցներ։ Այս ամենը հիմա միասին կնայենք, ավելի մանրամասն քիչ հետո։ Դե ինչ սիրելիներ, սկսենք էսթետիկական հաճույք ստանալ հենց զարդերից, ամենագլխավորից։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Սկզբի համար ցույց կտամ այս նռնակարով վզնոցը։ Շատ երկար, գեղեցիկ նռնակարով վզնոց է։ Կարծես մի բուխ նուր հայտնված լինի ափիս մեջ, հաճելի է ձեռք տալ բնական քարերին, սառն է ու հաճելի։ Գեղեցիկ է նռնակարը, հիշեցնում է կյանքի խորհրդանիշ հանդիսացող նուռը, կյանքի վերածնունդ, շարունակություն։ Այս միներալի տեսակը իմ ամենասիրելի տեսակներից է նռնակարը։ Անդրադառնանք մեկ այլ բնական միներալի, սա էլ կվարց է։ Կվարցի չիպսեր, ինչպես ասում են, այս կտորները համարվում են չիպսեր։ Իսկ նռնակարը այս տվյալ դեպքում ամբողջական է։ Քարիկները կլոր են, չիպսիկներ չեն, ինչպես տեսնում եք։ Կա տարբերություն։ Ահա այսպիսի հետաքրքիր բնական քարեր, կվարց եւ նռնակար։ Այսպիսով բիժուտերիայի բացումը արեցին կվարցն ու նռնակարը։ Հիմա սրանք վերցնենք։ Այս ակրիլիկ վզնոցը շատ երկար, մանուշակագույն։ Հիմա ցույց կտամ ավելի հետաքրքիր վզնոց, բրենդային, լուցիկային էլեմենտներով։ Եվ ահա այս տտարը, ձեզ ոչինչ չի ասում այս տտարը։ Սա տրիֆարի վզնոց է։ Շատ հանրաճանաչ, հայտնի, պոպուլյար վզնոց, ինչպես նաև կարող է հանդիսանալ գոտի, որովհետև ականաչափ երկար վզնոց է, որը կարելի է կրել ինչպես երկար տարբերակով, այնպես էլ կարճ։ Տրանսֆորմեր վզնոց է։
Ահա այսպես։ Կարելի է գրել կարճ տարբերակով եւ ապա սա միացնելով արդեն երկար տարբերակով, ինչպես նաեւ գոտի ես ասացի։ Կտեղադրեմ նկար այն ֆոտոները, որոնք գտել եմ ինտերնետային հարթակում, կտեսնեք, թե ինչքան թանկարժեք վզնոց է եւ որքան թանկ է այն վաճառվում։ Շատ հայտնի է, պոպուլյար, ունի լուծիկային էլեմենտներ եւ այս վզնոցը շատ համահունչ է իմ Տրիֆարի բրոշի հետ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Տեսեք, որքան համահունչ է իմ Տրիֆարի բրոշի հետ այս վզնոցը, երկուսն էլ ունեն լուծիկային էլեմենտներ։ Ահա այստեղ Տրիֆարի մարտիրով կան եւ այստեղ էլ իհարկե հայտնի տտարը։ Սա էլ այսպես։ Շատ հետաքրքիր ձեռք բերում էր այս վզնոցը։ Լրիվ պատահական գտա, որովհետև հաճախ հանդիպող զարդերից չի։ Ներկայացնեմ եւս մեկ հայտնի զարդ, Evan ընկերության կոմպլեկտ է, ականջողերը ու վզնոցը։ Ահա մարկերով կան, որտեղ նշված է Evan։ Եվս մեկ գեղեցկուհի վզնոց, բորդոյի կախազարդով։ Այս վզնոցը գնել եմ նույն վաճառողից միաժամանակ այս երկու վզնոցները։ Շատնին կախազարդով բրոշ, հոյակապ բրոշ է։ Այս բրոշները կարելի է գրել տարբեր կերպերով՝ ոտկատեղին զգեստի կամ կիսաշրջազգեստի, բլուզի ուսին, կարծիգանի եզրերին որպես կոճկվող միջոց եւ բազմաթիվ տարբերակներով կարելի է գրել այս շատնին բրոշը, շատ գեղեցիկ են։ Քարերը շատ գեղեցիկ մոխրագույն ու բորդոյի համադրություն ունեն, կարծես թեմատիկ են այսօրվա մեր մյուս զարդերի գունային գամայի հետ եւ ցույց տամ եւս մեկը դարձյալ բորդոյի մոխրագույն ու սպիտակ կրիստալներով մի հիասքանչ բրոշ։ Տեսեք ինչքան են համընկնում քարերը բորդոյի մոխրագույն ու սպիտակ, հազվագյուտ հանդիպող համադրությունը եւ այս դեպքում զուգատիպություն բրոշը եւ շատնին բրոշը։ Գիտեք ինչ, կարելի է այս խոշորը գրել կարծիգանի վրա կրծքավանդակին, իսկ այս շատնինը որպես կոճկվող միջոց կարծիգանի համար շատ հետաքրքիր կնայվի միասին։ Ունենք ոսկեջրված ահա այսպեսի վզնոց իր թևնոցի հետ միասին, շատ գեղեցիկ գործվածք է։ Տեսնում եք, կարատը նշված է, 18 կարատ ոսկե պատված է, հիանալի կոմպլեկտ վզնոցը թևնոցի հետ միասին։ Վերջում ցույց տամ այս հոյակապը էմալապատ ականջողերը, խիտ սև էմալ եւ ոսկեգույն մետաղ, կլիպսներ են, ինչպես տեսնում եք, շատ լավ կատարում է, նուրբ ականջողեր են, միևնույն ժամանակ աչքի ընկնող, համ նուրբ է չափսերով մասիվ չի, համ էլ աչքի ընկնող է, լոկանիկ, գեղեցիկ, էմալապատ։ Զարդերը ես փորձեցի արագ ձեզ ցույց տալ, որպեսզի շատ չչարաշահեմ ձեր ժամանակը։ Հիմա ցույց կտամ կոսմետիկ միջոցները, որոնք նվերի համար են բոլորը նախատեսված։ Երկու միանման պալետկաներ, նվերի համար նախատեսված, նույն գույնային համադրությամբ, նույն գույներն են, երկուսն էլ բավականին հաջող գույներ կան եւ արկա է հայլայթեր, բլաշ ու բրոնզեր եւ շատ գեղեցիկ է ձևավորումը, հայլի արկայությունը եւ այս բացխտային տեքստուրան շատ հավես է։ Սա նույնպես բլաշ է, իսկ սա մատիտ, դարձյալ նախատեսված նվերի համար։ Դեղատնային ձեռքերի կրեմ, որը ինձ համար եմ գնել, եւ այստեղ արկա են նվերների համար նախատեսված մանր մուներ բաներ, մանիկյուրներ, Կիկոյից այս գեղեցիկ գույները,
կապույտը եւ մանուշակագույնը եւ այստեղից շատ գեղեցիկ է բորդոյը ու այս արծաթագույնը, ահա այն, շատ գեղեցիկ գույն է, նաեւ այս շուրթերի բալզամը, որ ձմռանը շատ են ճաքճքում շուրթերը, տեղին է հաճախ օգտագործել բալզամներ փափկացնելու նպատակով շրթներքի տակից կամ առհասարակ տանը թե դրսում բալզամներ շատ պետք է օգտագործել, որպեսզի շուրթերը չճաքճքեն։ Այս կրեմը անտիաշ հակատարիքային, ահա այսպիսի հակատարիքային կրեմ, տեսնենք այստեղ ինչ կա, եւս մեկ շուրթերի բալզամ, հիմա սրանք հավաքեմ եւ այստեղ էլ մանր մունր նվերներ, ձեռքերի կրեմներ, տարբեր հոտերով, սա էլ այսպես, սրանք էլ հավաքենք։ Հատուկ քաղցրակերների համար այս հակակարիսային ատամի մածուկը, որը վերացնում է կարիսը, հարուստ է ֆտորով, կալցիումով եւ սիլիցիումով։ Նայենք կանաչ է թե ոչ, կանաչ է, լրիվ բնական է, քանի որ այս գիծը կանաչ է։ Դեոդորանտ դավ, ինտիմ գել 2-ը 1-ում, մեծ, բավականին մեծ ուշի համար կրեմ, շամպուն լոյալ, 2 փաթեթ պալմոլիվ օճառ, յուրաքանչյուրի մեջ 4-ական օճառ է առկա, գնումներ պարզապես տան համար։ Ուզում եմ ցույց տալ այս դետոքս օճառը, սև օճառը դետոքս է անում, դեմքի մաշկը, գլխամաշկը, տեսնում եք ամբողջովին սև է, երբևիցե օգտագործել եք սև կավ, ահա այդպիսի արդյունք է ունենում այս օճառը, կարելի է շաբաթը 2 անգամ լվանալ դեմքը կամ գլխամաշկը։ Համար այսպիսի պոզիտիվ բաժակ եմ գնել ինձ համար ջրի, հայտնի է, որ ջրի մոլեկուլը կարողանում է իր մեջ կրել ու պահպանել ինֆորմացիա, չգիտեմ որ ընկերություններ, որ բժնին թե ջերմուկը չեմ հիշում, հանքային ջրերի որ ընկերությունը ջուրը շշալցել էր մի մասը սիմֆոնիկ երաժշտության տակ, Բեթհովենի թե Մոցարտի, ովքեր հիշում են ինձ ուղղեք խնդրում եմ, իսկ մյուս մասը առանց երաժշտության։ Եվ երբ որ ուսումնասիրել էին միկրոսկոպով ջրի մոլեկուլը, սիմֆոնիկ հնչողությամբ շշալցված ջրերի բյուրեղները ավելի գեղեցիկ են եղել, թափանցիկ, սիրուն, շատ գեղեցիկ բյուրեղներ են եղել, շատ մաքուր, թափանցիկ ու իրենց մեջ կարծես կրել են այդ սիմֆոնիկ հարմոնիկ երաժշտությունը։ Ուղղակի խորհրդանիշ, պոզիտիվի խորհրդանիշ հանդիսացող բաժակ, որպեսզի պոզիտիվ մտքեր ես խմեմ։ Գնել եմ նաև այս ակացիայի փայտով անձեռոցիկների համար նախատեսված ձողը։ Շատ անուշ ակացիայի հոտ է գալիս այս փայտից, իսկապես։ Ահա այստեղ նշված է ակացիայի փայտից է պատրաստված։ Տան համար նաև այս փայտե գտալիքները ես խոհանոցում օգտագործում եմ փայտ մեծ մասամբ կամ երկաթեղեն պլաստիկի ծիրեր չեմ սիրում։ Ես գերադասում եմ փայտը, բամբուկի փայտից է պատրաստված։ Փայտե աքսեսուարներ իրենց տակիրով խոհանոցի համար, ահա այսպես։ Ստրասբուրգի տեսարժան վայրերը, նվերի համար է սա նույնպես, եւ այս տնակները փայտից են եւ որակյալ ներկեր է օգտագործված, հաճելի է ձեռք տալ, բռնել ձեռքում այս տնակները, կարելի է մեկական նվիրել որպես սուվենիր եւ լավ է նայվում նաեւ 2-3-ական տարբերակը կարծես իսկական ստանանք Ալզասի կոլորիտը, չէ, այստեղ տները այսպես իրար կպած են ու գունագեղ փայտի տնակներ են, գերաններից պատրաստված, գունավորներ կած ու իրանք շատ լավ այս ամեն ինչը շատ լավ պահպանում են այս ամեն ինչը 150-200 տարի շարունակ այս տները գոյություն ունեն Ալզասում ու ոնց կան այնպես էլ մնացել։ Իրանք հայերի նման ճոխությունը չեն համարում, նորը, ճոխը, ամենաթանկայլ շքեղությունը, շիկը համարում են իրենց հնությունը, պահպանելով իրենց մշակույթը եւ մի ուրիշ անգամ ես կանդրադառնամ այս թեմային, այսօր դա թեմայից դուրս է, շեղվենք։ Գիտեք նայենք հագուստը սիրելիներ,
Զոլանդոյից երկու նվեր եմ գնել, նույն մոդելը, բայց տարբեր չափսերի, հիմա ցույց կտամ։ Հասարակ բազիկ թիշորտ է, սուր վզով, լոգոյով, սպորտային, բայց միևնույն ժամանակ կլասիկ սպորտային, քանի որ այս սուր օձիքը տալիս է կլասիկ տեսք։ M և S չափսերի երկու միանման թիշորտեր, առանձնապես ցույց տալու բան էլ չկա, կարճ թև սպորտային համազգեստ, ինչպես առօրյայի համար, այնպես էլ կարելի է կիրառել, մարզասրահում նույնպես կարելի է կիրառել այս ձմռան ցուրտ եղանակին, ամռանը ոչ։ Լրիվ նույն մոդելն է, պարզապես չափսերն են տարբեր, M և S։ Երկուսն էլ նվերի համար է, չափսերն են տարբեր, ընդամենը չափսերը։ Եվ այս փոքրիկ բանը ցույց տամ, ահա այսպիսի փոքրիկ գլխաշոր, հիմա շատ նորաձև է, երիտասարդները նույնպես կրում են գլխարիկի փոխարեն, այս բրենդն է, ահա այս բրենդին է պատկանում սա, և սա էլ բրենդը, սա էլ այսպես, փոքրիկ շալիկ ուսերի կամ գլխի համար։ Հաջորդը այս բրենդն է, դարձյալ նվերի համար, երկու կիսաշրջազգեստներ, այսպես կնեմ, որ լավ երևա, այսացիները ինչ հատկություն ունեն, իրենք ընտրում են իրենց ծանոթ բրենդները, թանկարժեք, որոնք որ մեզ ծանոթ չէին, և մենք այստեղ սովորեցինք այդ բրենդները, որոնք ճանաչում չունեն, բայց բավականին թանկարժեք են։ Դրանց թվին է պատկանում այս կիսաշրջազգեստները և ցույց կտամ նաև մեկ շալվարիկ։ Ուրեմն կարճլիկ կիսաշրջազգեստներ են, երիտասարդական, ներսում առկա է շորտ, այս մոդելն է, մոխրագույն երանգը, սա ամենօրյա բազիկ, իսկ սա արդեն թվիդային, փուլերով, ավելի ճոխ մոդել է, այս մոդելն է, սև խիծուկագուլպաներով շատ գեղեցիկ են նայվում, նմանատիպ կիսաշրջազգեստները, շորտիկը հետնա։ Սա է շալվարիկը, որը հայտնի է այստեղ երիտասարդության շրջանակներում, այս ահա բրենդը, սա է, կաշվից շագանակագույն հոլիդե, ուղիղ մեջքով շալվարիկ է, ամենափոքր չափսը, քանի դեռ տարիքը թույլ է տալիս բարակ իրան ունենալ նեղլիկ սիրունիկ ծնկներ, թույլատրելի է կրել, այո, կարճ հագուստներ, նաև այսպիսի սլացիկ ընկծող հագուստներ։ Եվ վերջապես Calvin Klein բալետկաներ, շատ գեղեցիկ բացվածք ունի, լրիվ նավակ է, քթի հատվածը և այս մասը խորքային է, տեսնում եք, սա լրիվ փակում է մատերի հատվածը, այս դիմացի մասը, լոկանիկ, էլեգանտ կոշիկներ են, մաքուր կաշվից, զեղչվել է 100 եվրոից 70% զեղչվել է, դարձել է 30 եվրո։ Եվ միթե կարելի է չգնել այս բալետկաները, ինչպես կարելի է չգնել։ 30 եվրո դա մաս մարկետային, ասենք, H&M, Zara, Bershka, Mango, այդ սիգմենտի բալետկաները աշեն։ Էլ չեմ ասում Primark-ը, չէ, որ ամենաէժանը հենց Primark-ն է, բայց Primark-ից կոշիկ ես չեմ գնի երբեք, գոնե հողաթափեր։ Այդ Primark-ը ստեղծված է գիշերազգեստ ու հողաթափեր գնելու նպատակով, ինչպես նաև անկողնային պարագաներ ու տնային ինչ-որ մի քանի աքսեսուարներ, ոչ ավելին։
Իսկ կոշիկները, օծանելիքը եւ պայուսակները մշտապես մասնագիտացված խանութներից միայն այսքանը։ Գիշերային շապիկ H&M-ից 1-ից 2 տարեկան բալիկի համար գունագեղ, գույնզգույն, շատ գեղեցիկ եւ իմ սիրելի գույնն է Tiffany բաց կապույտը, այս երանգը շատ եմ սիրում։ Tiffany բաց կապույտը, փափուկ, բամբակյա, հարմարավետ, գույնզգույն, գունագեղ, գիշերային շապիկ, առողջարար եւ օգտակար։ Սինթետիկ հագուստներ երբեք չեմ գնել ոչ իմ երեխաների համար, ոչ այն բալիկների, ում նվիրում եմ հագուստ, միշտ վերադասում եմ բամբակյան, որովհետեւ նորա փոճուրիկ բալիկների մաշկը նուրբ է, եզգայուն եւ կարիք չկա սինթետիկ ինչ-որ հագուստներով, թեկուզ տոնական եւ շորիկներ են սենց փողիկավոր եւ այլն գրգռել երեխաների մաշկը եւ թեկուզ անգամ տոնական շորիկները գերադասեմ բամբակյա լինեն, քան սինթետիկ այդ վարակույրի օրգանզայի կտորից սենց փողիկներով, չգիտեմ, արհեստական կտորներ կան, որ նույնիսկ ձեռք տալ հնարավոր չէ, որ մնաց երեխայի մաշկին հագցնել, այն էլ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Խորհուրդ չեմ տա բացարձակապես ոչ մի տոն ու աղիտ այդքան չարժի, ինչքան երեխաների առողջությունը։ Դրա համար շատ կարևոր է էկոլոգիապես մաքուր բամբակյա հագուստներ կրել, ինչպես մենք դա արել ենք մեր մանկության ժամանակ, որովհետև այն ժամանակ որակը խիստ վերահսկվում էր պետության կողմից, անթույլատրելի էր երեխաների դեպքում մանավանդ էկոլոգիապես ոչ մաքուր նյութերից լիներ հագուստ, խաղալիք, կոշիկ, կապ չուներ, անգամ կոշիկի տակի հատվածը պետք է լիներ կաուչուկից, վրան կաշվից, դա վերահսկվում էր։ Պետությունը կարող է տուժելով ցածր գներ դնել, որովհետև մանկական հագուստի եւ սնունդի վրա չեն կարող անել պլյուս 30%, մաքսիմում պլյուս 10% կարող են անել։ 30% մնացած պրոդուկտներին է վերաբերվում։ Դա կողքից ինֆորմացիա է, իմացեք, բայց խաղալիքները նույնպես կարևոր են էկոլոգիապես մաքուր լինել։ Չինական շուկայում շատ են վաճառվում աղբից պատրաստված բարբի տիկնիկներ, վառվռուն գույնզգույն սինթետիկ շորերով, բայց դա բանի պետք չէ, քանի որ երեխան անդադ կոնտակտի մեջ է դուրս գալիս, այդ խաղալիքը դնում է բերանը կամ ձեռքն է դնում բերանը։ Ահա տեսնում եք, այս տիկնիկի շորը նույնպես բամբակյա է, սինթետիկ չի, ինչ որ փողիկավոր, վառվռուն գունագեղ, հանգիստ գույների մեջ բամբակյա հագուստ է, դրա համար ես գերադասում եմ օրիգինալ բրենդներից օգտվել, որպեսզի որակը վերահսկվի։ Տեսնում եք, պլաստիկն էլ ունի որակ, էկոլոգիապես մաքուր կամ թունավոր։ Նույնն էլ այս դեպքում ճիշտ է, կիրառվել է պլաստիկ, բայց էկոլոգիապես մաքուր պլաստիկ է դա, թույլատրելի է, եթե երեխան անգամ ձեռք տա դնի բերանը, չնայած այս մանր դետալներով խաղալիքների վրա շատ կարևոր է նաև հաշվի առնել տարիքը։ Տեսնում եք, 3 տարեկանից սկսած է կարելի այս խաղալիքով խաղա 3 տարեկանից սկսած երեխաները, որտեղ դետալները մանր են, կարող են անել բերանը եւ կուլ տալ։ Դրա համար շատ կարևոր է հաշվի առնել ոչ միայն խաղալիքի որակը, այլ նաև տարիքը համապատասխանում է երեխայի տարիքին, թե ոչ։ Եվս մի կոլեկցիոնի խաղալիք Disneyland-ից, այս հրաշք Միկի Մաուսը իր ֆրակով, հետ բանտա թե ֆրակա չէ ֆրակ, շատ ժպտերեսիկ, մինյոն, թխե մինյոն, ոնց որ ֆրանսիացիներն են ասում, մինյոն նշանակում է սիմպաթիշնի, այս Միկի Մաուսը հենց այդպիսին է, պլյուշվի, փափուկ, ինքան հաճելի է ձեռք տալ, ականջնել քաշել, սա էլ ընկերուհուս բալիկին, եւ իհարկե լեգոներ, առանց լեգոների ոչ մի կերպ։ Հայաստանում էլ ես իմ բալիկներին միշտ առնում եմ լեգոներ։ Հանրապետության հրապարակի վրա կա լեգոների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող խանութ եւ բացմանը մենք եղել ենք այդ խանութի, մինչեւ օրս կարծեմ գործում է լեգո խանութը հրապարակի վրա գտնվող եւ կարծեմ միակն է Հայաստանում, եթե չեմ սխալվում։ Դե ինչ երեխաների կողմից շատ սիրելի լեգոն, սա մանկական է, տարիքը որտեղ է գրված 6+, տեսնում եք, քանի որ դետալները մանր են, կապ չունի հերոսները ավելի տիպաժները մանկական են, բայց ինչքան դետալները մանր է, 6+ է լինում, սա 5+, որ փոքրիկ է, նախորդ տարին 3+ ենք արել, 3+ ու 4+ տարիքային առումով, այս տարի դե մի տարով մեծացել են, դրա համար տարիներն էլ են պլյուս եղել։
որ երեխա ենք միշտ հաշվում էինք, չէ՞, մի քանի տարուց կլինենք 9 տարեկան, մի քանի տարուց 12, հետո 16, վայ երբեմ լինելու չափը հասնեց, հաշվում էինք, գիտեինք լավ բան է։ Հիմա էլ ուզում ենք փոքրանանք հետ գնանք հակառակ process-ը տեղի ունենա, ոչ մի կերպ դա տեղի չի ունենա։ Եվ Հարի Պոտերի վահանակը, խաղերի վահանակը, ժոստիկ ինչպես ասում են, դարձյալ կոլեկցիոնի է, փակ է, բայց չեմ կարող բացել, գույնն էլ է հաճելի կանաչ գույնի։ Երեխաների սիրած պերսոնաժն է Հարի Պոտերը այս կերպարը։ Դրա համար ավելի շատ են ուրախանում, մի քանի անգամ ավելի շատ, քան լիներ սովորական վահանակ։ Խաղերի դարում ենք ապրում, ինչ արած, բոլորը սիրում են էլեկտրոնային խաղեր, արդեն 5+6+ տարիքից, գրեթե այսպիսի խաղալիքներով, որ մենք ունեինք մեր մանկության տարիներին, սիրում էինք, խաղում էինք, պահում էինք, փայփայում էինք, գոյություն չունի, միայն էլեկտրոնային խաղեր, ու վերջ։ Գուպին էլ ունի նվեր, տեսեք ինչ պայուսակ է նվեր ստանալու գուպին, ճամփորդական պայուսակ է, որի մեջ կնստի նա ու մեր հետ կտեղաշարժվի, չնայած այնքան էլ վստահ չեմ, որովհետև նա շատ չարաճճի է ու վայրի։ Ահա, այստեղից կբացենք կողքի հատվածից, նա կմտնի ներս, կփակվի, իր վանդակաճախ պայուսակի մեջ, այստեղից կնայի դուրսը, այստեղից կշնչի թթվածին, այս մյուս կողմից չի բացվում։ Ահա, այսպիսի պայուսակ է, ունի բռնելու մաս և կանդ ուսը գցելու նպատակով, բայց երևի թե ուսը գցել չի լինի, որտեղ ինքը հաստատ կշարժվի մեջը և կսկսի վախենալ, հավանաբար այսպես կֆիքսեմ երկու ձեռքով, այստեղից և տակից, միևնույն ժամանակ նաև տակից, որպեսզի հնարավորինս քիչ ցնցվի պայուսակը ու ինքը ստահես չտանի։ Սա էլ գուպիի նվերը այս տարվա։